Մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, դժբախտաբար դուք քիչ առաջ քվեարկեցիք շահոտարկը, սա սրա հետ կապված էր։ Եվ ընդհանրապես, պարոն Այվազյան, եթե մենք աշխատում ենք, մի բան ենք ասում, առնվազն պիտի քննարկվի։ Շատ ասող բան չկա ձեր մեջ, հասկանում եք, չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ։ Բայց ինչ-որ բան հասկանում ենք, էլի ունենք թվեր, ունենք փաստեր, ինչ է աշխարհում տեղի ունենում։ Դնում եք քվեարկում եք, 2 ամիս հետո հետ եք բերելու այդ օրենքը, հետո խի։ Հիմա շրջանառության հարկի, հիմա ես ցույց տամ ինչի է կապնված սրա հետ։ Շրջանառության հարկը, ես այս մի օրենք հա շրջանառության հարկը իհարկե ողջունում եմ, բայց սա մասնակի լուծում է։ Սա մասնակի լուծում է, որովհետև այս մի օրենքով մենք հիմա ուզում ենք առաջ անենք, մի օրենքով հետ խփեցինք։ Չեմ հասկանում արդեն հիմա իմաստունի սրա մասին կողք խոսել, թե չէ, արդեն չեմ հասկանում։ Շրջանառության հարկը շատ կարևոր է։ Նստած են հարկայինը, էկոնոմիկայի նախարարությունը։ Ուզում եմ ձեզ ասել, որ մենք վաղ թե ուշ ստիպված կլինենք ամբողջ ավելացված արժեքի հարկը հանել, մտցնել շրջանառության հարկ։ Աշխարհում ցույցը աշխարհի տնտեսական զարգացման իրադարձությունները ցույց են տալիս, որ 20-րդ դարի 50, 60, 70-ական թվականների մասնագիտացման կոոպերացման միտումները ներկայիս արտադրությունում տեխնոլոգիապես փոխարինվում են ինտեգրացիոն միտումներով։ Այսօր միայն հեռախոսը, բջջային հեռախոսը իրենից ներկայացնում է արտադրական ինտեգրացիա։ Աշխատանքի բաժանումը այլևս չի հանդիսանում աշխարհի տնտեսության հետագա զարգացման հիմնական պայմաններից։ Եվ մենք տեսնում ենք, որ իրար հետևից երկիր առ երկիր անցնում է շրջանառության հարկի։ Չինաստանը չէր անում, արագորեն անցնում է շրջանառության հարկի 13%-անոց։ Միացյալ Նահանգները միշտ եղել է շրջանառության հարկ։ Սա է Ճապոնիան։ Այսօր Մոդիի կառավարությունը Հնդկաստանում դա է հայտարարում։ Եվ ընդհանրապես վերջերս տեղ ունեցա շատ բարձր մակարդակով խորհրդակցություն են, որտեղ պատիվ ունեն ինձ հրավիրելու եւ Եվրոմիության տնտեսական հարցերից խոսելու, ասում է հետեւյալը, որ Եվրոմիությունը ունի երկու չլուծված խնդրեմ։ Մեկը եվրոն է, որ չեն կարողանում սահմանել կուրս, որը շահավետ լինի ինչպես արտահանողին, այնպես էլ ներմուծողին, երկրորդը շրջանառության հարկն է, ավելացված արժեքի հարկը։ Ավելացված արժեքի հարկը մարդկության պատմության մեջ մտել է 1957 թվին կարծեմ։ Ինչու է մտել։ Երբ որ ստեղծվեց Եվրոմիության սկզբնօրինակը, երեխան, այսպես կոչված պողպատի եւ մետաղի միությունը, առաջացավ հարց, թե ինչպես բաժանեն ստացված եկամուտը պետություններն իրար մեջ։ Ֆրանսիացիներն առաջարկեցին ավելացված արժեքի հարկը։ Հիմա աշխարհը չի գնում այս կոոպերացիայով։ Նայեք, ժամանակակից մեքենան, ժամանակակից աերոկոսմիկական արտադրությունը, առավել եւս բարձր տեխնոլոգիաները, դրանք ինտեգրացիոն տեխնոլոգիաներ են։ Միանշանակ բոլորը պնդում են, որ ինտեգրացիան գերազանցում է կոոպերացիային աշխարհում։ Առավել եւս մեր երկրում, հասկանում եք, մեր երկրում տեսել եք երկու օլիգարխ իրար հետ կոոպերացիան են, հնարավոր չի նրանք իրար հետ գործ ունենան։ Դա նաև գալիս է հաստատում է հայկական ինչ-որ տնտեսական ազգային բնավորությունը։ Կոոպերացիա անելու տեղ էլ չունենք։ Վերցրեք օրինակ Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը, մենք մի հատ կոոպերացիա օրինակ չունենք լուրջ։ Հասկանում եք։ Մասամբ այն պատճառով, որ կոոպերացիան ինտեգրացիոն երևույթներն ավելի ուժեղ են, մասամբ էլ այն պատճառով, որ մեր տնտեսությունն այդպեսին է։ Ավելացված արժեքի հարկը հայտնվել է 90-ականների սկզբին, ենթադրվում էր ԱՊՀ շրջանակներում պահպանել ԽՍՀՄ եւ կոոպերացիոն մատակարարումները։ Հիմա դա բացառված է։ Մենք հիմա ինչքան էլ լավ հարաբերությունների մեջ ենք Ռուսաստանում, Ռուսաստանը չի արտադրի որի արտադրանք, որի որևէ դետալի արտադրություն հանձնարարի Հայաստանին, այդպեսի բան բացառված է պարզապես։ Դրա հետ կապված ավելացված արժեքի հարկը իրեն բացարձակապես չի արդարացնում։ Երկրները իրար հետևից հրաժարվում են եւ 2014-ի, 13-ի, 12-ի, 11-ի, 10-ի տվյալներով հատկապես լավ են զարգանում Միացյալ Նահանգների, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չինաստանի, որտեղ արդեն մասամբ ավելի քան կիսով չափով ավելացված արժեքի հարկրած ճյուղերի փոխարինվում է բանով շրջանառության հարկով, եւ իմ կարծիքը ընդհանրապես սա է։ Հայաստանի տնտեսության իդեալական մոդելը կլիներ այսպեսին. փոքր բիզնես, մինչև 115 միլիոն, այսօր սահմանել եք մինչև 115 միլիոն, կամ այդ թիվը կարող է փոխվել։ 5-ից 6% շրջանառության հարկ, խոշոր բիզնես 10-ից 12%։ Ըստ որում խոշոր բիզնեսը առաջի 115 կամ 150 կամ 200 միլիոնը, ինչը որ կլինի շեմը, հարկվում է նույն դրույքով ինչ որ փոքր բիզնեսը։ Մենք սրանով 4-ից 5 անգամ կպակասեցնենք հարկային տեսչությունը, հարկային տեսչությունը անելիք չեն ունենա։ Մենք ունենք միայն վախ, որ այս պայմաններում քաղաքենք արդյոք տրիլիոն 100 միլիարդ բյուջեն։ Այդ թվերը, որ ես ձեզ ասում եմ, հաշված են անա, որ մենք ստանում ենք ուղիղ տրիլիոն 100 միլիարդ։ Հիմա դուք առաջ ընկաք, գնացեք շահոտարկի հետ ինչ ալնելու, եթե այս փոփոխությունը տեղի ունենա ավելացված արժեքի հետ։ Շահոտարկ հասկացությունը պետք է վերանա։ Երբ որ մենք ասենք եկամուտի հայտարարագրման, պարզապես հարկում ենք եկամուտը ու վերջ։ Հասկանում եք։
Իհարկե, ես ցավում եմ, որ հիմա մենք արդեն մի քանի հետ գնացինք, նորից ես չգիտեմ արդեն հիմա այդ կիսած ձևով սա որ մտցնենք ի՞նչ կտա, ընդհանուր առմամբ ես դրան կողմնակից եմ, սա առաջի քայլն է, ես ուզում եմ ընդդիմությանը հիշեցնել, որ 12 թվականի ամռանը մենք ենք սրա համար պայքար տվել, եւ սա եզակի դեպքերից էր, որ այն ժամանակվա ֆինանսների նախարարը գնաց եւ բերեց այս փոփոխությունը։ Պարզապես բռնեց մեր մոտեցումները իրար եւ պարզապես դա շանս ստեղծեց փոխելու։ Ես ուզում եմ հավատալ, որ սա արմատական փոփոխությունների սկիզբ է։ Մենք պիտի ասենք պարզ հասարակ հարկային համակարգի։ Սա եղել է Խորհրդային Միությունում։ Խորհրդային Միությունը հարցեր կան, որ իդեալական է լուծել։ Խորհրդային Միությունը համարվում է, որ ուներ իդեալական հարկային համակարգ եւ ուներ բանկային համակարգում իդեալական կայունության գործիքներ։ Հասկանում եք։ Եվ ոչ ոք չէր բողոքում։ Խորհրդային Միության հարկային տեսուչները չէին քրքրում հիմնարկները, այդպեսի բան չեղել։ Եվ այսօր մեր հարկային համակարգում եղած այս տարուբերումները գործարարների կողմից բողոքը 90% կապված է ավելացած արժեքի հետ։ Մենք աստիճանաբար դրան պիտի անցնենք, առավել եւս ԵՏՄ սահմաններում։ Մենք չունենք կոոպերացիոն մատակարարումներ, մենք հարկը կամ եկամուտը այլ պետության հետ կիսելու խնդիր չունենք։ Դրա համար սա մի քայլ է, որ պետք է ընդլայնել, եւ ես այդ տեսակետից ողջունում եմ։ Կրկնում եմ, սակայն ես արդեն թևաթափ եղանք, երբ որ քիչ առաջ քվեարկեցիք այդ քվեարկությունը։ Հապճեպ քվեարկեցիք, ես արդեն չգիտեմ, դա հիմա ինչ կբերի արդեն։ Մի խոսքով, եւ ես հուսով եմ, որ սա է այն առողջը, որը պիտի ուտի տարածվի մնացած հիվանդ օրգանիզմի վրա, որովհետեւ Հայաստանի Հանրապետության հարկային համակարգը չի կարող ապահովել հանրապետության զարգացումը։ Հանրապետությունը կանգնած է լուրջ տնտեսական արմատական բարեփոխումների առջև, որովհետեւ 7 տարի ոչինչ չէին արել։ Ոչինչ չի արվել 7 տարի։ Չեն հասկացել, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ տիրող վերականգնողական աճը սպառվել էր դեռևս 2007-ին, որ այդպես շարունակել չի կարելի։ Դրա համար ձախողվեց 2008-ից 2013-14-ը, դրանք ձախողում են տնտեսական։ Չեն հաջողում տնտեսությունը աճեցնել։ Այդպես հնարավոր չի այլևս աճեցնել տնտեսությունը։ Մի քանի բաներ սկսում ենք ընկալել, այդ ընկալումներից մեկը սա է, որ կարող է աշխատել։ Դրա համար ես անձամբ կողմնակից եմ, մենակ խնդրում եմ մի բան, հաշվապահորեն ուշադիր նայեք ձևակերպումների վրա, որ չբերի թյուրիմացիան ձեռքբերումների մասով, եթե մարդը հանկարծ նյութական արժեքներ ձեռք է բերում միանգամից տարվա համար։ Այսպեսի հաշվապահական խնդիրներ կան, լրջորեն նայեք ձևակերպումների մեջ, մի լուրջ հաշվապահ պետք է նստեցնել վերջնական խմբագրումից առաջ, հարկայինի հաշվապահ կողքդ նստի խմբագրի, որովհետև այդտեղ խնդիրներ կան, որ ձևակերպումները հստակ չեն։ Շնորհակալություն։